Ղարաբաղյան։ Ես ձեզ ունեմ հետևյալ հարցերը։ 2015-ի հուլիսին էլեկտրաէներգիայի միջին սակագինը գրեք, որտեղ թվեր եմ ասել ձեզ, Հայաստանի Հանրապետությունում հաստատված էր օգոստոսի 1-ի համար 48 դրամ, Ուկրաինա, այնտեղ մի քիչ բարդ է, որովհետև կապ ունի գազա տաքացուցիչ կա թե չէ, 12 դրամով, Ռուսաստանի Դաշնություն 22 դրամ, Վրաստան Թբիլիսի 28 դրամ։ Ուկրաինայի և Ռուսաստանի թվերը վերցված են կոնկրետ իմ հարազատներից մեկ տարվա սպառման արդյունքներով, բաժանելով մուծածի կիլովատների, ինչպես նաև համապատասխան ձեզ կոլեգա ծառայությունների թվերով։ Ստրուկտուրան Հայաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի էլեկտրաէներգիա արտադրելու։ Հայաստան ատոմակայան 40%, հեկեր 30%, ջեկեր 30%։ Ուկրաինա ատոմակայան 45%, ատոմակայաններ 4 ատոմակայան այնտեղ աշխատում։ Չեռնոբիլից բացի, որը չի աշխատում։ 15% բաները հեկերը և 40% ջեկերը։ Եվ վերջապես Ռուսաստան 67% ջեկեր, Ռուսաստանում 67% ջեկեր և մնացած 33%-ը հեկերը ու ատոմակայանները։ Խնդրում եմ բացատրել ինչպես է ստացվում, որ այդպիսի գեներացիայի կառուցվածք ունեցող լավագույնը Հայաստանն է, ոնց կարող է պատահի տարիֆը այդքան բարձր լինի։ Իմ երկրորդ հարցը գազի վերաբերյալ։ Սահմանին ասում են գազը $169 է։ Ոնց է հաշված 169-ը, եթե 2013-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրով նախատեսված էր, որ այդ գինը պետք է թղթակցի Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի գնի հետ։ Խնդրում եմ մեզ, ասում եմ 164, խնդրում եմ մեզ հիմնավորեք այդ 164-ը։ 165-ը, ինչի 4։ 165։ Երրորդ հարցը։ Ձեր գործառույթի մեջ մտնում է սակագինը հաստատելիս մեթոդաբանությամբ նաև ֆիքսել վճարման կուրսը դրամ-դոլար գործառույթ։ Շատ լավ։ Վերջ։ Փորձեմ հերթով պատասխանել ձեր 3 բարձրացված հարցերին։ Նախ դուք նշեցիք 3 երկիր, որտեղ փորձում եք հայմատության մեջ դնել այնտեղ գործող սակագները և մատնանշում եք, որ այնտեղ ավելի ցածր են սակագները, քան Հայաստանի Հանրապետության սակագներն են և շոշափելի տարբերություն կա։ Ես նախ ասեմ, որ հարգելի պարոն Բագրատյան, հաշվի առնելով ձեր նաև շատ բարձր զբաղեցրած պաշտոնը, կոռեկտ չեմ համարում նման համեմատությունը, թեպետ դուք փորձեցիք, որպեսզի կոռեկտության մեջ լինի, ստրուկտուրան էլ ասեք, քանի ատոմակայան, որքան ջերմային կայան, որքան հիդրոկայան։ Ես պետք է ասեմ, որ Ուկրաինայում պետությունը սուբսիդավորում է էլեկտրոէներգիայի սակագները, դա ձեզ լավ հայտնի է, սուբսիդավորում է։ Ռուսաստանում ջերմային կայանների գազի գինը եռակի անգամ ավելի ցածր է, քան այն գինը, որը մենք այսօր մեր ջերմային կայաններին տրամադրում ենք, որպեսզի ի վերջո ստանանք էլեկտրոէներգիա։ Վրաստանում կառուցվածքում իհարկե իրանք ունեն հիդրոէլեկտրոկայան, որի տեսակարգշիռը շատ բարձր է և կարողանում են դրանով որոշակի զսպել։ Եկեք վերցնենք Մոլդովան, համեմատենք մեր հետ, մեր նման երկիր է, մեր նման նույն իրավիճակում է և կտեսնեք, որ Մոլդովայում 9.72 ցենտ է, բանը, մեր մոտ 7.52 ցենտ է, կամ դրամով ասեմ,
Մոլդովայում 45-92 է, Հայաստանում 35-54 է միջին սակագինը, իսկ հիմա 42-23 է դարձել։ Վերցնենք Կոսովոն, Մակեդոնիան, Ալբանիան, Բուլղարիան, Լիտվան, Էստոնիան, Հունգարիան, կտեսնեք, որ շատ ավելի բարձր են, քան մեր սակագներն են։ Ես կարող եմ ձեր հարցին հետևյալ ձևով պատասխանել, փորձենք հասկանալ մեր մեթոդիկան ինչպիսին է, արդյոք ներառում է լավագույն փորձը միջազգային, կա խնդիրներ, որ մենք հաշվի չենք առել մեր մեթոդիկայում, փորձենք ձեր հետ միասին այդ բացը լրացնենք եւ փորձենք հասկանալ մեթոդիկայով սահմանված այն բաղադրիչները, որոնք ի վերջո ձևավորում են սակագնի մեծությունը, որտեղ կա լրացուցիչ ռեզերվներ նվազեցնելու ուղղությամբ։ Գազի գինը $165, դուք հարցը ոնց ձևակերպեցիք 165-ը, ինչ պետք է պատասխանեի։ Պարոն Նազարյան, մյուս հարցերին պատասխանեք, այդ հարցի վերաբերյալ պարոն Բագրատյանի անդրադարձի ժամանակ Վճարման կուրսը, ասեմ լավ, հետո այդ գազի։ Վճարման կուրսի մասով ես ձեզ ասեմ հետևյալը, պարոն Բագրատյան, որ մենք սահմանում ենք սակագները վերանայման ժամանակ այն կուրսը, որը նախորդ ամսվա 25-ի վիճակով մենք ունենք կենտրոնական բանկի կողմից սահմանված եւ բնականաբար անհրաժեշտության դեպքում նաև ճշգրտումներ ենք անում։ Իհարկե մեթոդիկայում ունենք նման դրույթ դոլար դրամ փոխարժեքի, եթե առանձին դեպքերում եվրո դրամ կա, ուրեմն եվրո դրամ փոխարժեքի այդ տատանումները հաշվի ենք առնում սակագների հաշվարկման ժամանակ։ Գազի գինը $165 հետ կապված հարցը ես մոտս չհասցրեցի ձևակերպեմ, դրա համար դժվարում եմ պատասխանեմ։